Ինչպես մեր շարքային հարազատները, հայրենակիցներն են ասում, bez վիզը, մենք bez վիզ գնալու ենք, իմ շատ սիրելի հպարտ քաղաքացի, այո, հնարավոր է, որ այս 17-ից սեպայից սկսած այս բանակցությունների արդյունքում մի 3-4 տարի հետո դու bez վիզ գնաս և քո ինքնաթիռը իջնի Բրյուսելի օդանավակայանում կամ Փարիզի, իմ հպարտս, իմ սիրելիս, իմ հարգարժանս, ինչ ես անելու դու Եվրոպական միության մայրաքաղաքներում, դու չես ունենալու աշխատանքի իրավունք, դու չես կարողանալու քո գյուղատնտեսական ապրանքը իրացնել, որտեղ դա ուղղակի հնարավոր չի լինելու, առավելագույնը, որ դու ստանալու ես քո երանավետ bez վիզից, ինչը իդեպ ես ողջունում եմ, եւ ես ինքս որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի 11 տարվա նախագահ մեծ ջանք եմ գործադրել, որ ինչ որ մի պահի դա լինի, որ ընդամենը այս անիմաստ նվաստացուցիչ քաշքշուկը, որ մենք անցնում ենք Հայաստանում վիզա կենտրոնների եւ ԵՄ դեսպանատների դռների դիմաց չլինի, գնանք մեր ընտանիքի հետ ճամփորդենք, մեր գումարներով իրանց բյուջեն հարստացնենք եւ վերադառնանք նորից սենց կարդացի, ես չտեսա, որ օրինակ bez վիզ գնացող Բաբկեն Թունյանի հարևան Պողոսը կարող է ունենալ աշխատանքի իրավունք կամ bez վիզ գնացող որևէ ֆերմեր երբևէ հնարավորություն կստանա իր ծիրանը, ծիծակը, սմբուկը, լոլիկը արտահանելու Եվրոպական միության շուկա։